Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում լարվածությունը հասել է այնպիսի գագաթնակետի, որտեղ ամեն մի հայացք, ամեն մի բառ և ամեն լռություն կարող է ճակատագրական լինել մեր հերոսների համար։ Այսօրվա դրվագն իսկական հոգեբանական պատերազմ էր, որը ցույց տվեց, թե ինչպես են կառուցվում ու քանդվում մարդկային ճակատագրերը խաբեության և էգոիզմի զոհասեղանին։ Սկսենք սերիայի ամենաինտրիգային զարգացումներից մեկից։ Ինչպես տեսանք, Մանանը չկարողանալով վերջնականապես դիմադրել Գրիշոյի համառությանը, հերթական անգամ դժկամությամբ նստում է նրա մեքենան։ Բայց այս անգամ Գրիշոն պատրաստել էր աննախադեպ անակնկալ։ Նա հայտնում է, որ գնում են շատ կարևոր մի տեղ, իրենց տուն, որպեսզի Մանանին վերջապես ծանոթացնի ծնողների հետ։ Խեղճ աղջիկը հայտնվում է կատարյալ շփոթմունքի մեջ։ Նա արդարանում է, որ նման անսպասելի ու լուրջ քայլի բացարձակ պատրաստ չէր, սակայն Գրիշոն անդրդվելի է։ Նա վստահեցնում է, որ հենց հիմա է ամենաճիշտ ժամանակը։ Եվ այսպես այս խիստ լարված ու անկանխատեսելի զույգը ոտք է դնում մակունցների տուն, ուղիղ թշնամու որջը։ Մինչ Գրիշոն փորձում է իր կամքը թելադրել ընտանիքին, Էռնայի և Ավոյի պատմության մեջ տեղի է ունենում նոր, սարսափելի շրջադարձ։ Փաստորեն մեր նախորդ վերլուծությունները ճիշտ դուրս եկան։ Ավոն ողջ է մնացել Էռնայի հասցրած ծանր հարվածից։ Երբ Էռնան մնալով բացարձակ մենակ ու անօգնական ստիպված վերադառնում է տուն, տեսնում է Ավոյին պառկած։ Ավոն տեսնելով իրեն հարվածողին պարզապես հունից դուրս է գալիս։ Նա կատաղած պահանջում է, որ Էռնան անմիջապես հեռանա տանից, հիշեցնելով արյունոտ անցյալը։ Ավոն դեմքին է շպրտում այն փաստը, որ Հունանը 20 տարի առաջ կերավ իր եղբոր գլուխը, իսկ հիմա էլ Էռնան է փորձում նույնն անել իր հետ։ Էռնան խեղճացած փորձում է արդարանալ, խոստովանելով, որ հարվածելիս սխալվել է, բայց Ավոն դաժանորեն մերժում է նրան։ Ավոյի այս սառնասրտությունը հուշում է միայն մեկ բան. նա պատրաստվում է ավելի սարսափելի ու նենգ վրեժխնդրության։ Զուգահեռաբար Լեայի շուրջ օղակը սեղմվում է։ Հունանի վստահելի մարդը Արամը գալիս է նրանց տուն և առիթից օգտվելով կատարում է այն, ինչ վաղուց հասունանում էր նրա հոգում։ Նա անսպասելիորեն սիրո խոստովանություն է անում Լեային, բայց Լեան, ում սիրտը պատկանում է միայն մեկին, կտրականապես ու սառը մերժում է Արամին, հայտարարելով, որ այդ թեման ընդմիշտ փակ է և իրենց միջև երբեք ոչինչ չի կարող լինել։ Այս միջադեպից անմիջապես հետո Լեան ոգևորված հոր նախկին կեղծ խոստումներից զանգահարում է Լեոյին։ Նա խնդրում է սիրելիին գալ իրենց տուն, քանի որ հայրը իբր ցանկանում է նստել ու լրջորեն խոսել իրենց հարաբերությունների ապագայի մասին։ Լեոն, ով շատ լավ է ճանաչում Հունանի նենգ էությունը, անմիջապես զգում է վտանգը։ Նա նշում է, որ այս ամենն ուղղակի անհավատալի է ու չափազանց տարօրինակ։ Սակայն սերը և Լեայի հանդեպ ունեցած վստահությունը հաղթում են կասկածներին։ Լեոն գալիս է մակունցների տուն։ Նա համարձակորեն մտնում է ներս, քաղաքավարի բարևում է, սակայն բախվում է աննկարագրելի ստորության ու հոգեբանական ճնշման։ Հունանը հարմարավետ նստած բազմոցին անգամ չի բարեհաճում շարժվել տեղից կամ պատասխանել նրա ողջույնին։ Նրա այս արհամարհական ու սառույցի պես սառը լռությունը շոկի է մատնում բոլորին, հատկապես Լեային, ով վերջապես սկսում է հասկանալ, որ հայրն իրեն ուղղակի օգտագործել է Լեոյին ծուղակը գցելու և ստորացնելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչ նպատակ է հետապնդում Հունանն այս դաժան հոգեբանական խաղով։ Եվ ինչպես կարձագանքի Լեոն նման ստորացուցիչ վերաբերմունքին։ Արդյոք Արամը մերժում ստանալով Լեայից կդառնա Հունանի կույր զենքը նրանց վերջնականապես բաժանելու գործում։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր կարդում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքը։ Շնորհակալություն դիտելու համար։